Ай, опять стою. Բարեկամներ, շարունակում եմ մեզ մոտ խաղային օրը եւ տեսնում ենք այսօրվա երկրորդ հանդիպումն է մեկնարկելու, որտեղ միմյանց հետ մրցում են Նապոլին եւ Այաքսը։ Երկու հրաշալի թիմեր մրցելու են միմյանց հետ։ Սա Նապոլի երրորդ հանդիպումն է արդեն այս մրցաշարում։ Մեկ անգամ հաղթել են նրանք, մեկ անգամ պարտվել, իսկ Այաքսը մեկ հանդիպում է անցկացրել այս մրցաշարում, որը հաղթանակով է մեկնարկել։ Հիմա տեսնում ենք խաղը մեկնարկեց մեզ մոտ։ Անցնեմ հիմա թիմերի հայտարարություններին։ Նապոլի համար 1 դարպասապատ Հաթուլ Ենգոյան, համար 2 Կարո Պողոսյան, համար 3 Բագրատ Առաքելյան, համար 6 Կորյուն Մխիթարյան, համար 9 Վայ Միքայելյան, համար 12 Դավիթ Վարդանյան, համար 17 Ռուբեն Ալումյան, համար 18 Վահակ Արաբյան, համար 22 Էմանուել Պետրոսյան եւ համար 23 Նարեկ Պողոսյան։ Այաքս դարպասը պաշտպանում է համար 1 Ալիկ Մուրադյանը, համար 4 Մոս Բունյաթյան, համար 5 Արա Եսյան, համար 6 Արթուր Վարդանյան, համար 8 Վայ Պողոսյան, համար 10 Արայիկ Ավետիսյան, համար 11 Հովիկ Իսկանդարյան, համար 33 Պատվական Զալի Բեկյան, համար 53 Հովանես Ուրեղյան, համար 90 Դավիթ Հայրապետյան եւ համար 94 Արտյոմ Սարգսյան։ Կամ հետևի։ Կամ։ Տեսնում ենք երկու թիմերը փորձում են իրենց առաջին գրողները կազմակերպել, հիմա Նապոլին է գնդակով։ Իսկանդարյանն է գնդակով, թողնում է գնդակը Վարդանյանին։ Վարդանյան երկար փոխանցում, այնտեղ լավ նկատեց Շիմակցին եւ առաջին անկյունայինը կլինի այս խաղի Նապոլիի դարպասին։ Փոխանցում հիմա Տուգանային հրապարակ եւ արշիվը բացված է մեզ մոտ 1-0։ Դավիթ Հայրապետյան 1-0 հենց մեկնարկում կարողանում է Այաքսը հանդիպան հաշիվը բացել, անկյունայինի խաղարկումից ստացվեց գոլեղինակ դառնալ Այաքսի մոտ, հիմա տեսնենք Նապոլին ինչպես կպատասխանի այս գոլին, նորից Այաքսն է անցել գրոհի Իսկանդարյան հարված շեղ էր այստեղ Իսկանդարյանի հարվածը։
Վտանգավոր կարող է լինել այստեղ դուրս է եկել դարպաս սապա եւ պայց իր մոտ գնդակը Այաքսը հիմա նորից հարված, բայց շեղեր։ Այլ Այաքսի մյուս խաղացողի հարվածը Արաքելյանն է գնդակով, թողնում է գնդակը Արաբյանի ներվից արված վտանգավոր էր մի փոքր բարձր ընթացավ Վակ Արաբյանի հարվածը Հիշեցնեմ, որ այս երկու թիմերը Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում միմյանց հետ մրցեցին եւ այդ դիմակայությունում Այաքսը կարողացավ ի վերջո հաղթարել Նապոլիի արգելքը եւ անցնել եզրափակիչ Վտանգավոր դիրքում Ուգանային է վաստակել այստեղ Այաքսը Արկված է այս ստանդարտը երվից հարված պաշտպանը փակում է այս հարվածի ճանապարհը վտանգավոր է նորից եւ նորից հեռացված է գնդակը Այլ Նապոլին է փորձում գրող կազմակերպել Պողոսյան ձախեզրում են Արեգ Պողոսյանը հիմա բախում բայց շարունակում է պայքարը Պողոսյան բարձր էր Արեգ Պողոսյանի հարվածը Իսկանդարյանն է այստեղ վտանգավոր գործում արվածը չստացվեց հիմա Արաբյանի Այլ այստեղ հրաշալի է գործում Դավիթ Հայրապետյանը Նորից չստացվեց Նապոլի ֆուտբոլիստի փոխանցումը, բայց շարունակվում է Նապոլի մոտ մնալ գնդակը Պողոսյան նորից անհաջող գործողություն Արեգ Պողոսյանի կողմից Հայրապետյան թողնում է գնդակը Վարդանյանին լավ խաղարկումներ նորից Այաքսի խաղացողների կողմից փոխանցում նորից Հայրապետյան արված Ուղիղ Ենգոյանի վրա հարվածեց Դավիթ Հայրապետյանը Նորից Այաքսի մոտ է գնդակը շարունակում է նրանց գրոհը հեռացված է հիմա գնդակը Ալումյան լավ խաղարկում Արաբյանից, բայց չկարողացավ փայել գնդակը այստեղ Արաբյանը
նորից վտանգավոր է գործում Արթուր Վարդանյանը իրենց տուգանայիների մատույցներում սխալ փոխանցում Հարաբյանը արված վտանգավոր էր մի փոքր շեղ հարվածեց հիմա Վահագ Հարաբյանը կարող էր այստեղ Վարդանյանի սխալից օգտվել Հարաբյանը Նորից վտանգավոր են գործում Այաքսի տղաները իրենց կիսադաշտում հիմա էլ շեղ հարված Գորյուն Մխիթարյանի կողմից Երկար փոխանցում այստեղ էլ հեռացված է գնդակը Կարը իրավիճակ է հիմա դաշտի կենտրոնում տեսնում ենք Վարդանյանը այստեղ դակը դիպար կայի մրցավարին Նորից անցավ գրոյ Այաքսի Սկանդարյան արված Ենգրանը փոխանցեց դեպի առաջ գնդակը, Արաբյան լավ փոխեց գրոյ եզրը Արաբյանը, Արաքելյան, Ալումյանի հետ է խաղարկում, կենտրոնում է Ալումյանը, նորից Արաբյան Տուգանային հրապարակ Վարդանյանն է հեռացնում Օսյան թողնում է գնդակը Արաբյանին նորից Այստեղ էլ Ալումյանին է սխալ փոխանցում կատարելիս Առաջին խաղակեսի միջնամասն է արդեն մեզ մոտ սիրելի բարեկամներ 1-0 հաշվով այս պայն Այաքսը հաղթում է Նապոլիին գոլերինակ է դարձել Դավիթ Հայրապետյանը Վտանգավոր են գործում Այաքսի տղաները վերջին պայն հեռացրեց գնդակը այստեղ Վայ Պողոսյանը Հրաշալի խաղարկումներ հիմա Նապոլիի ֆուտբոլիստների կողմից փոխանցում, բայց ուժեղ էր այստեղ Պողոսյանի փոխանցումը
Սխալվում է հիմա Նապոլի ֆուտբոլիստը իրենց կիսադաշտում վտանգավոր կարող է լինել։ Իսկանդարյան հարված փակեցին Իսկանդարյանի հարվածի ճանապարհը։ Այաքսը դաշտի միջնամասում այստեղ սխալվեց, նորից գնդակը անցավ Նապոլին, տեսնում ենք, որ խաղի տեմպը մի փոքր ընկած է։ Այստեղ էլ ուժեղ էր Ալումյանի փոխանցումը։ Երկար փոխանցում հիմա Իսկանդարյանի ուղղությամբ հրաշալի էր։ Իսկանդարյան լավ է թողնում գնդակ հիմա թիմակցին փոխանցում եւ Ենգոյանին դիպավ գնդակը անկյունային կտեսնենք այստեղ։ Փոխանցում Տուգանային հրապարակ, նորից հեռացնում է գնդակ այստեղ Ենգոյանը։ Տանգավ կարող է լինել արված, նորից Ենգոյանն է փրկում իր թիմին, նորից անկյունային կլինի Նապոլիի դարպասին։ Փոխանցում Տուգանային հրապարակ։ Հեռացված է գնդակը։ Թովոսյան շարժվում է առաջ Նապոլին, Առաքելյան փոխեց գրոյի եզրը, բայց իր մոտ գնդակը այնտեղ Արաբյանը։ Ալումյան երկար փոխանցում Տուգանային հրապարակ, այստեղ էլ լավ չկասեցրեց գնդակը Էմանուել Պետրոսյանը։ Հրաշալի փոխանցում հիմա էլ, բայց Ենգոյանն է որսում գնդակը։ Նորից արագ վերադարձնում է գնդակը Այաքսը։ Վարդանյանը այդ փոխանցում Մուրադյանին վտանգավոր էր եւ չկարողացավ պահել դաշտի սահմաններում Ալիկ Մուրադյանը գնդակը։
Արաբյան փոխանցում Տուգանային հրապարակ Պողոսյանի հարվածը չստացվեց այստեղ էլ Պետրոսյանն է դարպասաձողին հարվածում Որից երկար փոխանցում, բայց այստեղ էլ Պողոսյանն է գնդակի տերը Հլեց գնդակ այստեղ Այաքսը, բայց Արագ վերադասին Նապոլի տղաները գնդակ հիմա երկար փոխանցում, նորից անհաջող գործողություն Վերջին 5 րոպեն է մնացել, հիշեցնեմ առաջին հակեսի ավարտին Պահակ ինչ-որ մեկի տվել է, քո ասի ում է տվել Ես տվել եմ պահակին, ասել եմ մապշտը Բանում եմ գրել եմ, կլիչ աստավից Ու առաջին Աղբեք պահակին, եկին տվել եմ բանանին, ես եմ տվել, ասեք Ապեր ես տվել եմ, դաշը չատում գրել եմ Չատում գրել եմ, ասել եմ Արի Տեսնում ենք Նապոլին է անցել գրոյի, Առաքելյան թողնում է գնդակը Պետրոսյանին, Արաբյան, Ռախեզրում է Արաբյանը և Տուգանային հարված է վտանգավոր դիրքում վաստակում Նապոլին, տեսնենք այս ստանդարտ ինչ կտա Նապոլին, Ալումյանն է գնդակի մոտ, հիմա տեսնենք Սուլի չկա, Ռուբեն Ալումյան արված և պատից անհրադարձ եղավ, անկյունային կլինի Այաքսի դարպասին Փոխանցում Տուգանային հրապարակ Տանգավոր է հիմա գործում Վարդանյանը, բայց պայեց իր մոտ գնդակ և նետվում է առաջ Արագ վերադարձեցին նրանից գնդակը և նետումը Նապոլիինն է
Վերջին րոպեն է ընթանում առաջին խաղակեսի ավարտի։ Վերջին գրող կարող է լինել այս խաղակեսի, տեսնենք Նապոլին է հիմա գնդակով։ Արաքելյանն է շարժվում առաջ։ Եվ վերջո ավարտված է առաջին խաղակեսը մեզ մոտ 1-0 հաշվով, այս պայն Այաքսը հաղթում է Նապոլիին, հիմա կարճ դադար կվերադառնանք մի քանի րոպեից։ Սիրելի բարեկամներ, վերադարձանք երկրորդ խաղակեսը մեկնարկեց մեզ մոտ եւ առաջին կեսից հետո 1-0 հաշվով Այաքսը հաղթում է Նապոլիին, հիմա այս մեկնարկում կարող էր կրկնապատկել իր առավելությունը։ Այաքսը վտանգավոր դիրքում այնտեղ Իսկանդարյանը հարված կատարեց, բայց Ենգոյանը փրկեց իր թիմին, հիմա էլ նորից հարված տեսանք Այաքսի ֆուտբոլիստի կողմից, ակտիվ են մեկնարկել Այաքսի տղաները երկրորդ խաղակեսը, ինչև է տեսնենք ինչպես կընթանա երկրորդ խաղակեսը։ Հիմա արագ վերհիշենք թիմերի հայտարարությունները։ Նապոլի դարպասը պաշտպանում է Թաթուլ Ենգոյանը, Կարո Պողոսյան, Բագրատ Արաքելյան, Վահե Միքայելյան, Կորյուն Մխիթարյան, Դավիթ Վարդանյան, Ռուբեն Ալումյան, Վահա Գարաբյան, Էմանուել Պետրոսյան եւ Նարեկ Պողոսյան։ Այաքսի դարպասը պաշտպանում է Ալիկ Մուրադյանը, Մոս Բունյաթյան, հիմա նորից Այաքսն է գրում, Իսկանդարյանը հարվածեց, բայց շեղեր Իսկանդարյանի հարվածը, Մոս Բունյաթյան, Արա Եսայան, Արթուր Վարդանյան, Վահե Պողոսյան, Արայիկ Ավետիսյան, Հովիկ Իսկանդարյան, պատվական Զալիբեկյան, Հովանես Գուրեղյան, Դավիթ Հայրապետյան եւ Արտյոմ Սարգսյան։ Նորից Այաքսն է տեսնում են գրում, փոխանցում, բայց Ենգոյանը վերցրեց գնդակը, ակտիվ են սկսել երկրորդ խաղակեսը Այաքսի ֆուտբոլիստները։ Ստեղ էլ խաղթում Մխիթարյանի հետ պայքարում։ Երկար փոխանցում, լավն էր փոխանցումը։ Ստեղ Մխիթարյանի, բայց չկարողացավ լավ եզրափակում կատարել Արաքելյանը։ Նապոլին փորձում է հերթական գրողներից մեկը սկսել, հիմա երկար փոխանցում Ենգոյանի կողմից, Վարդանյանն է հեռացնում գնդակը։ Նորից Վարդանյան խաղարկում է գնդակը Պողոսյանի հետ։ Նորից փոխանցում Պողոսյանին, ձախեզրում է Պողոսյանը։ Ստեղ էլ Ալումյանը լավ գործեց պաշտպանությունում։ Ավետիսյան փոխանցում Տուգանային հրապարակ եւ կարողացավ այստեղ ֆիքսել գնդակը դաշտի սահմաններում։ Թաթուլ Ենգոյանը եւ անկյունային կլինի Նապոլիի դարպասին։ Ավետիսյան փոխանցում Տուգանային հրապարակ, Բունյաթյանն էր փորձում հարված կատարել,
Նետումը ի վերջո Այաքսին է այստեղ խաղարկեցին գնդակը։ Մել Ավետիսյանն է խախտել կանոնները։ Տեսնում ենք։ Մի փոքր դեռ ակտիվ են Այաքսի տղաները այս խաղակեսում Նապոլից նորից խլեց գնդակը Այաքսը այստեղ վտանգավոր կարող է լինել, բայց բարձր է իմալ հարվածում այստեղ Այաքսի ֆուտբոլիստը։ Նորից խլեց գնդակը Այաքսը այստեղ։ Հաշալի փոխանցում և պրկեց իր թիմին հիմա նորից Թաթուլ Ենգոյանը։ Այլ կարող է Նապոլին հարակ անցնել գրոյի, Արաբյան հրաշալի նկատեց այդտեղ Պողոսյանին աչեզրում, բայց այստեղ էլ Այաքսի Պողոսյանն է պաշտպանությունում լավ գործում։ Պարկեցին այստեղ և հիմա վտանգավոր էր Արաբյանի հարվածը և պաշտպանն է հիմա պրկում իր թիմի խառը իրավիճակ և գոլի վերջո մեզ մոտ հանդիպան հաշիվը հավասարեցված է 1-1։ Էմանուել Պետրոսյան 1-1 հանդիպման հաշիվը հավասարեցված է մեզ մոտ խառը իրավիճակ էր Այաքսի տուգանայինների մատույցներում խառը հարվածներ այնտեղ փրկեցին մի քանի ֆուտբոլիստ Այաքսին հերաս գոլից, բայց վերջին պահին կարողացավ համառ պայքարում Էմանուել Պետրոսյանը հրաշալի հարված կատարել և գնդակը ուղարկել Ալիկ Մուրադյանի դարպասը հիմա արդեն հաշիվը հավասար է մեզ մոտ հետաքրքիր ընթացք է սպասվում մեզ արդեն, տեսնենք, այս գոլից հետո թիմերը միմյանց ինչ կառաջարկեն արդեն, Մայլ Նապոլին է սխալվում այստեղ, երվից հարված Իսկանդարյանից պրկում է Ենգոյանը, Խիթարյանը խլեց գնդակը, փոխանցում կենտրոն, Արաքելյան, Պողոսյանն է պայքարում գնդակը խլելու համար, բայց Այաքսի ֆուտբոլիստը խլեց գնդակը և փոխանցեց մյուս թիմակցին, բայցին գնդակը Այաքսի ֆուտբոլիստների ինձ մոտ այստեղ էլ Վարդանյանն է սխալվում, Մխիթարյան հարկեց գնդակը Արաբյանի հետ, Արաբյան փակված է այս հարվածի ճանապարհը, Լալումյանն է սխալվում, Ավետիսյան շարժվում է առաջ, փոխում է գրոյի եզրը, երվից հարված, ուշացրեց այստեղ, փոխանցել թիմակցին Այաքսի ֆուտբոլիստը, հիմա Նապոլին է հացել գրոյի, Պողոսյան հարված և 2-1, առաջ է հացնում այս խաղում, առաջին անգամ Նապոլին և գոլ հեղինակ է դառնում մեզ մոտ Նարեկ Պողոսյանը,
Նարեկ Պողոսյան 2-1 առաջ է անցնում, հաշվի մեջ Նապոլին եւ արդեն Այաքսն է պարտվողի կարգավիճակով գործելու նորից հրաշալի գրող ստեղծեց Նապոլին եւ կարողացավ արդյունքի հասնել Միխակտի Տեղը նետումը Այաքսինն է լինելու Վայ, գնա, վայ Վարդանյան տարավ գնդակը Վարդանյանը եւ հիմա կոպիտ խախտում այստեղ Նարեկ Պողոսյանի կողմից եւ դեղին քարտ է ստանալու Պողոսյանը Տեսնում ենք դեռ խոտածածկին է Այաքսի ֆուտբոլիստը Շատ կոպիտ գործեց Նարեկ Պողոսյանը այս իրավիճակում Տեսնենք այս ստանդարտը ինչպես կիրացնի Այաքսը Սուլի չկա Հարված եւ այստեղ Արաբյանն է հեռացնում գնդակը Անկյունայինը խարկեց Այաքսը այստեղ, վտանգավ կարող է լինել հիմա, Հայրապետյան և դուրս եկավ հենց գնդակը դաշտի սահմաններից Հայրապետյանից Երկար փոխանցում դեպի Մխիթարյանը Վերջո խլեցին Մխիթարյանից գնդակը Վարդանյան երկար փոխանցում շտապեց այստեղ Արթուր Վարդանյանը Շադին է խաղացողը Որքաննա, որքանցնի Սաղս ես եմ եկետ Նորից Վարդանյանի կողմից երկար փոխանցում Պետրոսյանն է հեռացնում գնդակը كلمة يفتح ويسكر الباب 4 مرات
Վարդանյան այստեղ կարողացավ պայելի վերջո իր մոտ գնդակը Արթուր Վարդանյանը Ղարաբյան ստանդարտ վաստակում այստեղ տեսնում ենք այստեղ հոտածածկին հայտնվեց Մոս Բունյաթյանը եւ դուրս եկավ դաշտից վտանգավոր է Արված Մուրադյանն է փրկում իր թիմին Արաբյանի հարվածից հետո Որից վտանգավոր են խաղում այստեղ Հայաքսի տղաները փոխանցում Ալումյան Արված Մուրադյանն է նորից փրկում իր թիմին ինչ վտանգավոր են գործում այստեղ Հայաքսի տղաները Օսյանն է իմ այլ հարվածում վտանգավոր էր, բայց մի փոքր բարձր էր Օսյանի հարվածը Նորից Նապոլին է անցել գրոյի Արաբյան Ալումյան լավ խաղարկում Նապոլի ֆուտբոլիստների կողմից փոխանցում վտանգավոր էր Արաբյանի փոխանցումը Նորից խլեց գնդակը Նապոլին Թարյան փոխանցում առաջ, բայց անհաջող էր այս փոխանցումը Օրիոն Մխիթարյանին Այլ Այաքսն է անցել գրոյի Հայրապետյան, բայց լավ չէ այստեղ Հայրապետյանի հարվածը Պողոսյանը լավ շրջանցեց և փոխանցեց մյուս թիմակցին Երկար փոխանցում Ալումյանից այստեղ դուրս եկավ Մուրադյանը իր տեղից և հեռացնում է գնդակը Շեչնեմ, որ հանդիպան ավարտին մեզ մնացել է 5 րոպե, այս պային
2-1 հաշվով Նապոլին հաղթում է Այաքսին, հիմա վտանգավոր կարող է լինել, Ալումյանի հարվածը փակեցին հիմա էլ այստեղ եւ կարող է հակագրել Այաքսը, բայց չստացվեց Հայրապետյանի անցումը։ Արաքելյան Անաջով փոխանցում հիմա Բագրատ Արաքելյանի կողմից երկար փոխանցում Իսկանդարյանի ուղղությամբ նորից հեռացում է գնդակը Մխիթարյանը լավ փոխանցում Հայրապետյանին եւ ինչպիսի սեյվ հեղինակ է հիմա դառնում Թաթուլ Ենգոյանը նորից Հայրապետյանը հարված շեղը հիմա էլ հարվածը Դավիթ Հայրապետյանի բայց այնտեղ փայլուն փոխանցում տեսանք Այաքսի խաղացողից փայլուն հարված փայլուն սեյվ գրանցեց Ենգոյանը ամեն ինչ հրաշալի էր, բայց արդյունքի չկարողացավ ի վերջո հասնել այս դրվագում Այաքսը։ Я не думал остаться. Այդքան նրա այդ պայքարում Վարդանյանը պայքարեց և եզրային նետում։ Կավեցնես, էլի։ Борется так сильно, только когда 90 минут там проигрывать или тянут. Всегда все не так. Не надо то. Այաքսը պարտվում է, պետք է առաջ գնան Այաքսի տղաները այստեղ անկյունային են վաստակում այս դրվագում Այաքսի տղաները ամբողջ կազմով տեսնում ենք առաջ են շարժվել Այաքսի տղաները Փոխանցում Տուգանային հրապարակ և հեռացված է գնդակը հիմա այլ ընթացքից հարված Իսկանդարյանը հարված կատարեց Դուր Նորից Այաքսն է անցել գրոյի Հայրապետյանը արված հրաշալի գոլ հեղինակ դարձավ Դավիթ Հայրապետյանը 2-2 Դավիթ Հայրապետյան 2-2 դուբլ է գրանցում իր հաշվին, Հայրապետյանը հրաշալի գոլ հեղինակ դարձավ Այաքսի խաղացողը կարողացավ ի վերջո հավասարեցնել հանդիպման հաշիվը Այաքսը և դեռ մի քանի րոպե կա հանդիպման ավարտին տեսնենք թիմերից ով կարող է հաշվի մեջ առաջ անցնել այս րոպեների ընթացքում տեսնում ենք ակտիվացան Այաքսի տղաները այս րոպեների ընթացքում Իսկանդարյանի փոխանցում այստեղ էլ չստացվեց Նորից Իսկանդարյան փոխեց գրոյի եզրը, Հայրապետյան Պողոսյանն է գնդակով Ավետիսյան հետ է խաղարկում, Ավետիսյան փոխանցում Տուգանային հրապարակ, այստեղ Արաքելյանն է հեռացնում գնդակի, հիմա լերվից հարված վտանգավոր էր նորից Ենգոյանն է պրկում իր թիմին Կարծես թե այնտեղ Իսկանդարյանը հարված կատարեց, անկյունային
փոխանցում Դուգանային հրապարակ եւ հեռացված է գնդակը նորից երկրորդ տեմպով է շարունակվելու Այաքսի գրոհը, բայց հիմա էլ անհաջող արված Իսկանդարյանից Նապոլին է հիմա էլ անցել գրոյի Արաբյան, բայց իր մոտ գնդակը Արաբյանը, բայց խալվեց փոխանցում կատարելից նորից անցավ գրոյի Այաքսի Իսկանդարյան մտավ կենտրոն Հովիկ Իսկանդարյանը հարված վտանգավոր էր շեղ էր այստեղ հարված Իսկանդարյանի եւ վերջ բարեկամներ ավարտված է մեզ մոտ հանդիպումը մարտական ոչ ոքի գրանցվեց 2-2 հաշիվ Մեկ միավոր են վաստակում այս խաղում երկու թիմերն էլ հրաշալի հանդիպում ստացվեց Մեզ մոտ այսքանն ենք այսօրվա համար պատրաստել ձեզ համար բարի գիշեր եւ ամենայն բարիք